Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարյանն եմ եւ ինչպես ամեն ուրբաթ այսօր եւս ես եւ իմ հյուրը փորձելու ենք զրուցել ապաքաղաքական թեմաներից, հիմնականում մշակույթի հետ կապված մեր զրույցները լինում, բայց այսօր մի քիչ այլ ֆորմատ ենք ընտրել, որովհետեւ իմ զրուցակիցն է այսօր պատմաբան Վահրամ Թոքմաջյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Չարենցին չցիտելով, երևի այս թեմային չանդրադառնալ հնարավոր չէ, պատմության քառուղիներով մենք քայլել ենք երկար, զարմանալիորեն անդեմ, ցանկուցրի վանգաղափար։ Հիմա ինչի ես այս ներածությունը ասեցի հենց այսպես, որովհետև ես խնդրեմ այսօր մենք գիտեք ինչի մասին խոսենք, պարոն Թոքմաջյան, պատմությունից մեր դասեր քաղելու ունակության։ Այսինքն, տեսեք, թվում է թե երկու տարբեր բաների մասին ենք խոսում, հա, օրինակ դուք 2 օր առաջ սոցիալական ցանցերից մեկում նկարագրել եք այն արկածը, որի միջոցով դուք հասել եք Սյունիք, նկատի ունեմ մեքենաների հոսքը քշելու տարբերակը։ Մյուս կողմից դե պատմություն։ Հիմա օրինակ պատմությունից դասեր քաղելը կամ չքաղելը բերում է այն վիճակին, որ մենք ունենք ճանապարհներին, թե դրանք երկու իրար հետ կապ չունեցող երևույթներ են։ Այս խոսակցությունը արդեն եղավ քաղաքական, որովհետև մեր նախկին նախարարներից մեկը մի անգամ ազգային ժողովի ամբիոնից ելույթ ունեցավ եւ հայտարարեց, որ կրթության ոլորտը ապաքաղաքականացված է։ Կրթության ոլորտը կամ ընդհանրապես կյանքի որևէ ոլորտ չի կարող լինել ապաքաղաքականացված։ Կարող է լինել ապակուսակցականացված, հա։ Քաղաքականությունը ամեն ուր է իր տարբեր բնորոշիչներով ու չափիչներով, թե հանրային նեղ ընկալումով քաղաքականություն, թե ոլորտային քաղաքականություն, թե մշակութային քաղաքականություն եւ եթե կուզեք այս դեպքում արդեն հիշողության քաղաքականություն։ Պայմանավորում է արդյոք այդ մեր ճամփեքի վիճակը մեր մտածողությունը կամ վարելու մշակույթը։ Իհարկե պայմանավորում է։ Իմ սիրելի ուսուցիչներից մեկը Ալբերտ Ստեփանյանը, երբ որ խոսում է խորենացու մասին, ասում է խորենացին գրում էր քաոսից քաոս։ Հիմա մեր մտածողությունը կարծես այդ քաոսից քաոսն է, մենք անընդհատ քաոսի մեջ ենք։ Անդադ խառն ենք, չէ՞, վատ բառն օգտագործում, անդադ տասովկեկի մեջ ենք, անդադ ինչ որտեղ շտաբում ենք, թե ուր է շտաբում չես հասկանում, հա։ Անդադ ինչ որ բաներ ուզում ենք անենք։ Ու ի թիվս սրա մենք վատ աշակերտներ ենք։ Ես չէի գա անընդհատ այդ նարատիվին, պատմությունից դասեր քաղել։ Պատմությունից ինչ որ բան սովորելու համար նախ եւ առաջ պիտի սովորես պատմություն։ Ոչ թե այն պատմությունը, որ մեզ տրվել է, հա, այլ այն պատմությունը, որ դու կարող ես սովորել քննադատելով եւ քննարկելով։ Պատմությունը դա լավագույն PR գործիքն է եղել եւ մնում է բոլոր ժամանակներում, բացառապես բոլոր ժամանակներում։ Երբ ժամանակին չկային TV-ներ, չկար ռադիո, չկային սոցկայքեր, հա, այդ ինֆլուենսերների դերը կատարում էին պատմիչները եւ դա անում էին պետական պատվերի շրջանակներում։ Դե մեր առաջին բլոգերը համարվում է Եղիշեն, չէ՞։ Կորյունը։ Հա, եթե կանք բանով էլի պետական տենդեր էր, հարց չի, հա, իր ուսուցչի մասին, բայց ամեն դեպքում Ագաթան Գեղոսի եթե կերպար հավաքական է, ուրեմն Կորյունը։ Բանը Եղիշեն առաջի հմեգն է։ Հմեգի առաջի լրատվականն է, հա։ Այդ որովհետև վերցնում ես Վարդան Մամիկոնյան, փաստացի իշխանություն, Սահակ Պարտևի թոռ եւ այլն, հա։ Հիմա խորենացին, եթե այդ բանով վերցնենք, էլի պատվերով գրված պատմություն, բայց ինքնուրույնություն, չափազանց ինքնուրույնություն ու սարսափելի փաստերի ստուգման աշխատանքներ նաև ֆակտ չեկեր է, հա, մեծ հաշվով եւ այլն։ Հիմա տեսեք, քանի որ այդ սկզբունքով է պատմությունը գրվում, այսինքն ինչ որ պահի պատմության ֆինանսավորումը հայկական էր, հա։ 5-րդ դար դու արդեն կործանված պետություն ես ըստ էության երկու մասի բաժանված, բայց ունես միակ թակավոր Ռամշապու, որը հասկանում է, որ այս ժողովրդին պետք է ինքնություն եւ ինքը պետական պատվերի շրջանակներում ստեղծել է տալիս հայոց Այբուբենը, Սարոմոն Մաշտոցը բացառիկ է։ Ինչ որ փուլից սկսած, եթե պատմագրությունը եկեղեցական չի, հա, փողը այլևս հայկական չի։
Իսկ եթե փողը հայկական չի, արդեն բանավեճը հայկական չի։ Բանավեճերը մեր մեծ մասը, եթե նայեք, հատկապես այս վերջ 200-300 տարվա, հա, ոչ թե հայի կամ Հայաստանի մասին են, բանավեճերն են մասին են, թե ռուսն է ավելի պուպուշ, թե թուրքը, պարսիկ թե թուրք, թուրք թե ռուս թե արևմուտք, հյուսիս թե հարավ, արևելք թե արևմուտք, այստեղ արդեն այդ միտքը ուծացվում է, իսկ հասարակությունը, որը պարտավոր չի շատ լավ պատմություն իմանալ, բացարձակ պարտավոր չի որևէ բանի խորքային մասնագետ լինել, այդ քո ինտելեկտուալները կամ այդ բղծված տերմին օգտագործեմ, էլիտաները պետք է փոխանցեն այդ ամեն ինչը, իսկ եթե էլիտաները արդեն այդ սատանայի շրջապտույտի մեջ են, իրենք լավագույն դեպքում անգամ չեն կարող դա փոխանցել քո հասարակությանը։ Բայց այստեղ տեսեք, մի հարց է առաջանում, բայց ինք մի քանիսն են այս հարցերը, բայց ուղղակի այս պահին տրամաբանական շարունակություն որպես։ Տեսեք, դուք ասացիք, որ ինչ որ պահից սկսած փողը հայկական չէր, հետեւաբար այդ դիսկուրսը արդեն հայկական չէր։ Այո։ Տեսեք, մինչև 91 թվականը այդ փողը էլի հայկական չէր, խորհրդային էր, հասկանալի է, որ խորհրդային պետությունը ինքը իր կանոնները ուներ, ինքը իր քաղաքացիներին էր դաստիարակում, էական չի Սախալինում, թե ասենք Ագարակում։ Իրան պետք էր միաձև, միատեսակ մտածող քաղաքացի։ 91 թվականից այսքան փողը հո հայկական է, բայց ստացվեց այնպես, որ այսպես մեղադրանք չլինի, կշտամբանք չլինի, բայց ստացվեց այնպես, որ էլի մեր այդ ձեր չսիրած բառով ասեմ, էլիտաները շարունակեցին պատմությունը գրել այնպես, ինչպես իրենց է հարմար, այսինքն ոչ թե պետության տեսանկյունից, ոչ թե ազգի տեսանկյունից, այլ որովհետև ինձ այսպես է հարմար, առաջին 10 տարին այնպես էր հարմար, հետո 20 տարի ուրիշ ձևով էր հարմար, հիմա միգուցե այլ կերպ է հարմար, ու սենց անընդհատ մենք գալիս ենք, հասնում ենք այն կետին, որ մենք մեր պատմությունը չգիտենք, որովհետև այդ պատմությունը նորովի ոչ ոք չի գրում։ Այդ եթե կանք 91-ին 91-ից հետո մենք երկրի 4 ղեկավար ենք ունեցել։ Եթե մենք մեկն ու մեկի կողմնակից ենք կամ ուզում ենք սևացնել 3-ին, ցանկացած մեկի կառավարման ժամանակաշրջանի շուրջ կարող ենք շատ հուզիչ եւ հագասական վիդեոներ նկարել լրիվ ծայրահեղ մանիպուլյացիայով։ Բայց եթե կանք պատմագիտական մտքին, այստեղ կարծում եմ, որ իմ հետ որևէ մեկը չի կարող այս հարցում հագադրվել, ուրիշ բան է, երբ որ մենք խոսում ենք հագադրվել կարող են տակից դուրս կգան թե չէ, այդ այլ հարց։ 91-98-ը լրիվ ուրիշ է։ 91-98-ը Տեր-Պետրոսյանը ինքը լինելով ակադեմիական շրջանակների մարդ, ինքը շատ լավ գիտեր, թե ինչ է դա ակադեմիական ազատությունը, հա։ Եվ դու այդ թվերին չես գտնի վերևից ուղղորդված տոտալ քարոս, հա։ Մենք գրեթե հասակակից ենք, հա, լավագույն պատմության դասագիրքը եղել է 95, 96, 97 թվերի Բարխուդարյանի ու Բաբկեն Հարությունյանի դասագիրքը, որ համով դասագիրք էր։ Հետո 98-ից, հա, 91-98-ին ինչն է կարևոր։ Ակադեմիական շրջանակները, երբ որ ստացան ազատություն, իրենք չհասկացան այդ ազատության հետ ոնց պիտի վարվեն։ Իրենք փաստացի նախորդող 20-30 բացարձակ չուրանալով այդ մարդկանց վաստակը, որովհետև այդ փուլի գիտնականներ կան, որ հրաշալի գիտնականներ են ու իրենց ուսումնասիրությունները մինչև այսօր ակտուալ է, ու իրենցից հետո չի եղել։ Կամ եղել է մի հատ լրիվ ուրիշ ծայրահեղություն, բան, մոտավորապես հին աշխարհից, որ բառարմատի մեջ արկա, ուրեմն հայ են, հա, եթե բան է, Կոնգոյում ինչ որ մի հատ բնիկ են գտել 6000 տարի առաջ, որի անուն եղել է Արդար, ուրեմն ինքը հայ է, եւ այլն, այս մի ծայրահեղություն է թողնենք։ 98-ից նարատիվը լրիվ փոխվեց։ Այսինքն, երբ որ իշխանության եկավ Ռոբերտ Քոչարյանը, հա, ու իշխանության եկավ Դաշնակցության հետ նաև Սիրավեպի արդյունքում պատմագիտական միտքը գնաց այս ազդեցության տակ։ Այդ թվում կրթության նախարարներ եւ այլն։ Հետո արդեն եկավ իշխանության Սերժ Սարգսյանը, որ ժամանակ հայտնի իրադարձություններով նաև պայմանավորված Արցախյան կոնֆլիկտի հետ պատմությունները ու մնացածը դասագրքային մշակույթը պատմագիտական միտքը մտավ տոտալ վերահսկողության տակ։ Այսինքն մենք մոտավորապես սկսեցինք բան անել, որոշել, որ ադրբեջանցիներից հետ չենք մնալու, հա, բայց իհարկե լուրջ գիտական միջավայրերում, ինչքան էլ ասենք նույն Ադրբեջանն ուզում է Վատիկանին կաշառի ու
լիքը բաներ այլ կերպ ներկայացնի, լուրջ մարդիկ գիտեն, հա, քանի տարվա կամ քանի 100 տարվա պատմություն ունի Ադրբեջանը, այդ ադրբեջանցի էթնոսը կամ ընդհանրապես պետությունը, քանի 1000 տարվա պատմություն ունի հայ էթնոսը եւ այլն եւ այլն։ Եվ սրան զուգահեռ եկավ տոտալ վերահսկողություն, այսինքն դասագրքերը մի քանի ֆիլտրով էին անցնում։ Ոչ միայն անցնում էին իշխանության ֆիլտրով, ես ասում եմ լրիվ հավաստիացած անցնում էին եկեղեցու ֆիլտրով, անցնում էին էլի ֆիլտրերով, որոնք հայաստանյան չէին։ Դրա համար, ասենք, մոտավորապես երբ որ դուք տեսնես Պարսամյան Վարդանի դասագիրքը խորհրդային տարիների գրած Բուհագան, դեռ գրած է Հայաստանի ազատագրումը ռուսների կողմից։ Ես հիշում եմ, որ ուսանող էի, այդ թեման էր քննության ընկել, ես գրել էի ազատագրում չի, ընդամենը նվաճում եմ մի տիրապետու եւ բացատրում էի թե սա ինչ է։ Իմ դասախոսը, որը ժամանակ նախարար էր կառավարչով, հա, իմ հետ մտավ պոլեմիկայի մեջ, բնականաբար չհաջողվեց, ես վերջում այդ քննությունը 5 ստացա, հարցը դա չի։ Հիմա ընդամենը մեր այդ փուլի 2000 խոսքի 7-ից 18-երի դասագրքերում այդ ազատագրումը ընդամենը նահանջեց իր տեղը զիջելով միացում բառին, բայց ոչ բռնազավթում։ Այսինքն տեսեք, բառերը ամենի արդյունքում կներեք, կարող է մի ճան լուրջ հնչի, բայց այս ամենի արդյունքում ու հետևանքով նաև ենթադրում եմ Երևանի կենտրոնում կանգնեցված Գարեգին Նժդեի արձանը ավելի շատ նման է Պետրոս առաջինին։ Հա, ես որ այդ արձանն առաջի անգամ տեսա, ես շշմել էի, ասում լավ ոնց է քեզ բան արել։ Ու հետո հիշում եք բան, որոշ շրջանակներ ինչ հիստերիա էին բարձրացրել արձանի ու բանի հետ կապված։ Հիմա այդ բառեր են, հա, միացում, նվաճում եւ այլն, որոնք պայմանավորում են մտածողության ցև։ Հիմա սովորող է, ունի դեռևս հայելային բան, որ ինքը բան չի արել, չի ուսումնասիրել։ Հիմա կարդում է։ Մի դեպքում կարդում է արաբները արշավեցին, նվաճեցին, պարսիկները արշավեցին, նվաճեցին, Շահաբասը էս արեց, հա, թուրքերը եկան նվաճեցին, ջարդեցին, մյուս դեպքում ըստ էության քո տարածքը արևելյան Հայաստան կոչված տարածքը անցել է մի տիրապետությունից սպարսկական Ռուսաստան տիրապետության տակ, բայց այդտեղ չգիտես ինչի միացում է, ոչ թե նվաճում, հա։ Հիմա ես նաև չեմ մտնի դրա մեջ այլ տեսանկյունից, որովհետև այնքան ոչ իրացիոնալ հիստերիա կա հատկապես վերջի շրջանի իրադարձություններով պայմանավորված, որ դու չես կարող ասել, այդ նվաճումը քեզ արդյունավետ էր թե անարդյունավետ։ Հիմա եթե կանք այն տեսանկյունից, որ ռուսների կողմից Կովկասը նվաճելու պահին հայկական տարը այս տարածքում որոշակի տոկոսից չէր անցնում եւ բազմաթիվ քոչվոր ցեղեր, հա, խառը էին անում ու էթնիկ պատկերի վրա էական ազդեցություն էին թողել, դրական է։ Բայց հետագայում թե դու դա ինչով հատուցեցիր, երբ որ մասնակցեցիր 8 ռուս թուրքական պատերազմներին ռուսների կողմից եւ ինչ արդյունք ունեցար, սա լրիվ ուրիշ բան է։ Ըստեյության, հա, որովհետև ինքը դառնում է մի քիչ թեական վեճ, ինչի որովհետև եթե օրինակ 20 թվականին, հա, պետությունի վեճ էլ կա, 20 թվականին եթե բոլշևիկները չմտնեին տարածաշրջան, Հայաստանի ճակատագիրը ինչ էր լինելու, Հայաստանը կարող է դառնալ Շվեյցարիա, Հայաստանը կարող էր ոչնչանալ։ Երկու տարբերակն էլ հնարավոր է։ Բայց այստեղ էլի եթեական։ Հա, չէ, հիմի օրինակ կարծում եմ եթեի բանով, թեմայով Չերչիլը շատ լավ հոդվածներ ունի ու էլի ուսումնասիրողներ կան, մեզանում կար բան, չէ, ծև կարծրացած միտք, պատմությունը եթեներ չի սիրում։ Պատմություն շատ էլ լավ եթեներ սիրում է, եթե դու վերցնում ես ժամանակի նորմալ սոցիալական վիճակը, գործիքակազմը մնացած ու կարողանում ես հաշվել։ Այս դեպքում ինչ կլիներ։ Հիմա ուրիշ բան, որ մեր քաղաքական միտքը մշտապես կամ տևական ժամանակ եղել է սահմանափակ։ Չենք հասկացել ինչ ենք արել։ Խաբվել ենք հույսերով, խոստումներով, անընդհատ ենք խաբվել։ Ես մի հատ վատ բան ասեմ, առաջին հանրապետության այդ բանակցությունների ժամանակ ռուսների հետ պատվիրակության ղեկավարը գիտեք ինչ էր Լևոն Շանթը, որովհետև վարժ ռուսերեն մենակ ինքն էր խոսում այդ կառավարությունից, ինքը արտաքին գործերի նախարար չէր, ինքը բանակցելու փորձ չուներ, պարզապես այդ մարդը լավ ռուսերեն էր խոսում, այս վիճակում էր։ Մնացածը որովհետև Եվրոպայում ենք ասել, այ ռուսների մեջ էլ ոչ ռուսերեն խոսում չկար։ Չի նվազեցնում նույն Հովհաննես Քաջազնունու դերը։ Մենք այդ ծև անձնվեր գործիչ չենք ունեցել, որ 3 տղուն էլ
նվիրած լինի, գոնե վերջ 200 տարի, նվիրած լինի Հայաստանի Հանրապետության այս չի բանանում։ Սա նաև չի նվազեցնում նույն Սիմոն Վրացյանի ու հետագայի հետ ողորմյայի դերը։ Մեծ հաշվով իրենք ազնիվ մարդիկ էին, բայց իրենք քաղաքական գործիչներ չէին, իրենք երազողներ էին։ Երազողները լավ կլինի դառնան գրողներ, դա կյանքը ցույց է տվել, որ ավելի լավ է ազդում էր։ Բայց խնդիրը նաև որն է, այս լավ է, որ այս խոսակցությունները մենք ունենանք, այս հաշտակներում ունենանք։ Վատ է, որ այս խոսակցությունները երբեմն լինում են առաջի դեմքի մակարդակով, որովհետև երբ որ մենք ենք խոսում, մենք կարող ենք վրիպել, մենք կարող ենք թյուր կարծիք ասել, մենք կարող ենք մեր ճաշակով ասել, դա չի ազդի Հայաստանի վարկի հեղինակության վրա, բայց երբ դա արվում է առաջի դեմքի մակարդակով եւ ինչ որտեղ խոցելի է, դա կազդի Հայաստանի բանի վրա, վարկի վրա։ Պետությունը չի կարող թույլ լինել, անձը կարող է թույլ լինել, վհատ լինել, հիշաչար չլինել, պետությունը կլինի ուժեղ եւ հիշաչար, պետությունը կլինի դաժան, պետությունը որպես համակարգ դի օգտագործի նաև պատմությունը այդ դաժանության տեսանկյունից։ Մի այդպիսի թեզ կա, որ պետությունը տերորիզմը որպես օրինական գործիք օգտագործող միակ կառույցն է։ Մեծ հաշվով, հա, եթե կանք բաներին հատկապես անարխիստական գետոներին, շարժումներին եւ այդ քաղաքներին, հա, բայց ցավոք մեր պետությունը այդ գործիքակազմը այլ կերպ է օգտագործում։ Հիմա տեսեք, ես մեկ ասում եմ, որ պետությունը հարկեղած դեպքում մշակույթը պիտի պարտադրի։ Եթե պետք է անգամ պիտի պարտադրի բռնությամբ։ Ես ամենայն լրջությամբ եմ ասում, որովհետև դուք նայեք, թե մեր հանրային դաշտը, մեր սոցմեդիան, ինչ որ մեզնից հետո սերունդ մյուս սերունդ, դուք նայեք իրենց հանրային կարծիք թելադրողներն ովքեր են։ Մարդիկ են, որոնք որ 4 բառ իրար հետևից չեն կարողանում շարադրել։ Ու իրենք ունեն հսկայական լսարան 200,000-անոց, 300,000-անոց, եւ իրենց կողմից քարոզվում է ինտելեկտուալ դադարությունը որպես ապրելու հիմնական ուղենիշ։ Հիմա դա ինչի արդյունք ու հետևանք է։ Դա նրա արդյունք ու հետևանքը, որ ասենք 4 բառ ձեր ասած իրար չկապող մարդիկ ժամանակին ցանկացել են կամ հավակնություններ են ունեցել պետությունը ղեկավարելու օրինակ։ Չէ, ընդհակառակը։ Թե հակառակը։ Հակառակը։ Թե նրանց պատճառով այս մարդիկ հավակնություն։ Հակառակը, երբ որ դու ցախողում ես բազմաթիվ ոլորտներում եւ ցախողում ես շարունակաբար, հիշում եք, երբ որ տարբեր բաներով, TV-ներով բան էին ցույց տալիս, ինչ որ գողականների մասին սերիալներ։ Շարունակում են։ Հա, երեխեքին, որ ասում է իրեն ժամանակ ինչ ես ուզում դառնաս, այն մեկն ասում էր դեպուտատ, այն մեկն ասում էր ախրանիկ, այն մեկն ասում էր օլիգարխ, հա։ Իմի ռոլ մոդելը փոխվել է, երեխեքին ինչ ասում ես, ինչ ես ուզում դառնաս, ասում են բան բլոգեր, որովհետև ինքը տեսնում է, որ մարդը կարող է ոչ մի բան չանի ու ապրի, ու միլիոններով փող աշխատի։ Ինչի՞, որովհետև այդ մարդկանց տեքստը, խոսույթը իմ ու ձեր վրա չի ազդում։ Ազդում է այն մարդու վրա, որը չունի ինտելեկտուալ բազա, այդ թվում նաև պատմական գիտելիք։ Չէ, մեր վրա ազդում է ուղղակի վատի։ Վատի մեզ ներվայնացնում։ Քրվում ենք, հա, այդ առումով ներվայնանում ենք, մի քանի հատ նորմալ բջիջելի մեռնում է, որը չի վերականգնում եւ այլն եւ այլն եւ այլն։ Հիմա սա ու մեկ է տեսնում ես, բան, ինչ որ մի հատ գյադա, հա, ինչ բան է վերցրել։ Վիպական հերոս, այդ վիպական հերոսից սարքել է իրական հերոս, նենգա փոխել է ամբողջ պատմությունը, բլոգ է վարում։ Զրո գիտակ, զրո բան, միֆ իրա կողմից է, օրինում է։ Հա, բայց եկեք ստեղ մի քիչ արդար լինենք, որ դրա առաջի փորձը գյադա բառի համար չեմ ասում, դա առաջին անգամ գրականության մեջ արել է Ռաֆին։ Գրականությունն ուրիշ բան է։ Մեր այդ առումով, հա, ես ասում եմ, որ մեր միտքը, պատմագիտական միտքը գրականացված է, որովհետև երբ որ մենք սովորողին տալիս ենք կարդալ Ռաֆի, Սերո Խանզադյան, Դերենիկ Տեմիրջան, հա, Ստեփան Զորյան եւ այլն, մենք հաճախ շատ դեպքերում իրենք չենք բացատրում, որ սա գրականություն է։ Պատմագիտությունը լրիվ ուրիշ բան է, գրականությունը լրիվ ուրիշ բան է, հա։ Հիմա մի հատ դաժան բան ասեմ, էլի։ Հիշում եք այն տղեն, որ ես մի քանի օր առաջ, մի 2 ամիս առաջ կորավ եկեղեցուց, որ գնացել էր։ Մի ամս ճկնելու, հա։ Մեկ ուզում էի անդառնալ այդ թեմայից, բայց ես եթե շատ լավ առիթ է դրան անդառնալու։
ուրեմն ստեղ մի քանի շերտ կա։ Տեսեք ինչ սարսափելի կրթության բաց է։ Այսինքն այդ տղեն իր հիմնական այդ հոգևոր կրթությունը ստացել է X համալիրում եկեղեցական։ Ախր երբ որ այդ երեխուն ոգևորել եք կամ այդ ներշնչել եք, հա, ճգնելու մենավորի մյուսի կյանքի մասին, բա ինչի չեք բացատրել, որ դու լեն տարիքում չես որ ճգնես։ Դու հենց կան ինչի համար են ճգնում, այսինքն օրինակ Գրիգոր Նարեկացին ինքը ճգնավոր էր, բայց ինչի համար են ճգնում եւ այլն, հա։ Հիմա նույնը պատկերացրեք ուսուցչի ազդեցությունը, մեկը 15-14 տարեկան տղեր։ Հիմա մեկը այնքան ոգևորված է պատմում բանի մասին, թուրքերի կամ ադրբեջանցի հետ հարաբերությունների մասին, ի վերջո մեր այդ ընկալումները 14-15 տարեկանում հենց ուսուցիչների ազդեցությունն, եթե մենք լսում ենք այդ ուսուցիչներին, եթե չենք լսում, ուրեմն թութու մյուս բաների ազդեցությունն է։ Հիմա այնքան բան է անում, որ այդ երեխան որոշում է, որ դի նախնյաց վրեժը լուծի, չի գնում բան դառնալու, ճգնավոր դառնալու, ինքնաշեն պայթուցիկները վրան հավաքում ու գնում միտեղ սահմանի վրա պայթում է։ Հնարավոր է թե հնարավոր չի։ Ասենք Գորիս Կապան ճանապարհ։ Հա, հնարավոր է։ Ես ես շատ լուրջ ռիսկի մասին եմ խոսում, այսինքն ռացիոնալի եւ իռացիոնալի սահմանի մասին։ Բան կար, չէ՞, տարածված պատմություն կար, որ ժամանակին Հովհաննես Շիրազը եկեք համասարան բանասիրական ելույթ ունեցել, վերջում է ուսանողներին ասել է եկեք գնում ենք Արևմտյան Հայաստանում նվաճելու, բանանել, ազատագրելու։ Ու լիք ուսանողներ էլ են հետևից գնացել են մինչև համապատասխան ծառայությունները չեն եկել ասել, ապա շարիել այս երկու բաժակ բան խմենք հասկանանք դու այսօր ես գնում։ Հիմա պատմագիտական միտքը իմ ասածն ինչ է, ամփոփելով այս հատվածը, կարող է բերել իռացիոնալ մտածողության, կարող է բերել ռացիոնալ մտածողության։ Եթե դու քննադատաբար չես մոտենում այդ ամեն ինչին, եթե չես անում դու այդ ռացիոնալի հատիկը, դու մնում ես իռացիոնալ սահմանափակ։ Քննադատական մոտենալու համար այդ ամենը պետք է սկսվի ընտանիք, մանկապարտեզ, դպրոց, ISSS գծով պիտի գնա, բայց օրենտիրներ պիտի լինեն, հա, որոշակի չափորոշիչներ պիտի լինեն, որը չպետք է սահմանի ընտանիքը, չպետք է սահմանի մեծ մասամբ եմ ասում, մանկապարտեզը կամ դպրոցը, այդ չափորոշիչները, այդ փարոսիկները, հա, պիտի ճանապարհին շարի պետությունը։ Պետություն տվել է, հենց այդ ձևը կոչվում է չափորոշիչներ։ Չէ, այդ չափորոշիչների մասին չէ։ Պատմության նկատմամբ վերաբերմունքի, պատմական այս կամ այն փաստի նկատմամբ վերաբերմունքի։ Այդ է տվել է, ինքը ասում է, ասենք դու այս թեմայից պիտի սովորես վերլուծել, այս թեմայից քննադատել, այս թեմայից միջառարգայական կապ, այս թեմայից այս ինչ, այն թեմայից այն ինչ։ Բայց դրա գրողով պիտի լինի։ Թող ինձների իմ համայնքը, հա, մեր մասնագետներից գալի մասը որ թվին, որ ավարտել է համալսարանը, մնացել է այդ թվի մտածողության մեջ։ Ինքն կամ մանկավարժականը։ Մտածողություն ասելով ես չեմ ասում, այդ մարդու գիտելիքները չի ավելացել։ Գիտելիքներն ավելանալն ուրիշ բան է, մտածողության ձևը պահելն ուրիշ բան է։ Հիմա դա դուք գաղափարների մասն եք ասում։ Վերջերս գյուղերից մեկի դպրոցներից մեկում, չեմ ասի որը, որ այդ կնոջը չթիրախավորեմ, մի հատ կին ինձ մոտեցավ Սև բան, իրեն վշտակից մարդ էր իրա մտածելով գդե, ասում է, պարոն Թոքմաջան, ես ինչ օրը հասանք չեն թողնում երեխեքին մի հատ չապալախ տանք։ Այսինքն ինքը հերիք չի համարում, որ դա նորմալ է, հա, հերիք չի ինքը բան է անում, մի հատ էլ մտածում է, որ օքեյ, ես պիտի աջակցեմ իրեն, որ վերականգնվի իրա չապալաղելու իրավունքը։ Որովհետև ինքը Տեր Թոդիկին շատ ավելի վատ բան ասեմ։ 2 տարի առաջ դպրոցներից մեկը հիմա դպրոցներում կա բան խմբակներ, որ դու կարող ես էկոլոգի խմբակ, պատմաբանի խմբակ ստեղծես։ Գիտես ինչ խմբակի ծրագիր էին ուղարկել հաստատման ցեղասպանության խմբակ։ Հա։ Լուրջ եմ ասում։ Հենց այդ ձևը գույր ցեղասպանության խմբակ։ Այսինքն սովորում են ցեղասպանել, թե սովորում են Հիմա ես այդ հարցը տվեցի, ասի պրակտիկ մասը ոնց են ապահովելու։ Հիմա ես կարդում եմ լիքը դպրոցների բաների նախագծեր, թե այնտեղ հիացած ինչերի մասին են խոսում։ Ուզում ես միջավայրը շատ կարևոր է, չափազանց կարևոր է, երեխան ինչ պատ է տեսնում, ինչ լույս է տեսնում, ինչ աթոռի է նստում։ 500 դպրոց սարքենք, 1379 նեզերոից վերակառուցվի, 1000 հատ էլ մանկապարտեզ սարքվի, հա, այդ
շատ կարևոր է, բայց եթե մտածողությունը չփոխվեց, իսկ մեր սովորողների մտածողությունը հիմնականում պայմանավորում են ուսուցիչները այդ փոքր բանում, որոնք հիմա պարտվել են այն մի դաշտին, մեդիայի դաշտին, բայց սրան զուգահեռ ես հիմա մի հատ շատ հակասական միտք կասեմ, որից հետո կարող է ցախ ֆեմինիստների համայնքից դատապետի մեր կրթական միտքը, հատկապես հանրակրթական միտքը ցավոք իգագանացված է։ Ես չեմ ասում դա վատ է, հավասարակշռված չի։ Այդտեղ մենք արդեն խորհրդային միության հավատարիմ շարունակ։ Այո, իգագանացված է։ Իսկ սա լուրջ խնդիր է, լրջագույն խնդիր է, որ շատ դեպքերում, հատկապես գյուղական բանվայրերում մենք դպրոցը դիտարկում ենք որպես մի հատ սոցիալական հիմնարկ, որտեղ խանդոտ ամուսինների կանայք պիտի գնան գործի, միակ վայրն է, որտեղ թողնում են գործի, որովհետև բոլորը երեխա են, իսկ ֆիզկուլտի ուսուցիչն ու զինղեգը գյուղի բոլոր տղամարդկանց ընկերն են։ Դե հիմա ասենք այդ իրավիճակում խոսել նրա մասին, թե այ քննադատական մտածողությունը ինչ մակարդակի պիտի լինի, ոնց պիտի լինի, ինչքանով է իրատեսակ։ Մասամբ ինչ է ցույց տալիս կյանքը։ Երբ որ մտնում են դպրոցներ երիտասարդներ, հատկապես եթե վերևից ունեն աջակցություն, այս փուլում վերևից ունեն աջակցություն, դա դրական է։ Ու իրենք ընդվզող են, իրենք հաջողում են։ Բայց եթե իրենք հանձնվող են, այստեղ արդեն շատ վատ կինո է դառնում։ Հիմա 8 տարի առաջ, 10 տարի առաջ քննական մտածողությունը գրած էր մենակ թղթի վրա։ Ես հիշում եմ լրատվականներից մեկի, հիմա կա այդ ալիքը չեմ ասի, որ հաղորդումը 2016 թվականին ես գնացել էի մի հատ հաղորդման, որտեղ քննարկում էին, թե ով է մեր հերոսը։ 4 բանախոս էինք ու բոլորը սպասում էին, որ ես պիտի հուզված եւ թաց աչքերով պատմեմ Դավիթ բեգի բանի մասին, որոնց որ շատ եմ սիրում։ Բնականաբար ես թույլ տվեցի, որ մյուս 3 բանախոսներն այդ մասին խոսեն, ես ասի, որ իմ հերոսը այսօր փողոցում ֆրեշ վաճառող 14 տարեկան տղեն է կամ աղջիկն է, որը բեռ չի լինում իր ընտանիքի վրա, Սեփական ծնողների ատամների կամ առողջության հաշվին ուսմանված եւ այլն եւ այլն։ Այնտեղ բանավեճը բավականին թեժ գնաց, մի հանգուցյալ կաշառակ էր կար, որը հիմի մեռավ, ես գնացի թաղման, ես սիրում եմ դրանց թաղմանը գնալ։ Դրանց հետո հաղորդումը փակվեց։ Ես էլ ընկա սև ցուցակ, այդ հետո իմացա, 2 տարի հետո իմացա, որ ես սև ցուցակ եմ հայտվել TV-ներում։ Ինչի, որովհետև այն ժամանակ ասում էր հոп, դու պիտի ասես, որ հայոց հերոսը Գարեգին Նժդեն է, որովհետև իշխող կուսակցությունը իրեն համարում է ցեղագրոն նժդեական կուսակցություն, չնայած որ այդ կուսակցության 80%-ին, որ արագ հարցներ վերարտադրի ցեղագրոն բառին, քիչ էր կարող բառ անգամ վերարտադրել։ Կամ ասեն Գարեգին Նժդեի իրական ազգանունը, չէին ասի։ Իմիջիալից հարցում եղել էր։ Ես վիրավորանք չհամարվի 90%-ը չէր պատասխանում։ Չէ, մենակ այդ չի հիշում եք, որ քվեարկում էին ամենահայը, ու բաներ։ Մի խոսքով, այդ ժամանակվա պարտադրանքն էր։ Հիմա արդեն եթե անգամ վերանանք, որ պետությունը իմի տվել է քննադատելու կամ բանի ազատությունը, ուրիշ բան, որ էլի կանք է 91-ին, մարդիկ չգիտեն այդ ազատությունից ոնց օգտվեն։ Այստեղ այդ միջին օղակում մենք վրիպում ենք։ Որովհետև այդ միջին օղակում եղածներն էլ չունեն քննական։ Այո, մենք ստեղ վրիպում ենք, իրոք վրիպում ենք, ու ստեղ փոխել է պետք, լիքը բան փոխել է պետք, այսինքն այդ մենեջմենտը, բուհական մենեջմենտը, կրթական, հասարակական մտքի մենեջմենտը, հասարակական մտքի ինֆլուենսերներին, ով մի քիչ պիտի դուրս գալ էլի այդ բան գալստուկ հակնել ու գալ եթերում ակադեմիական ոճով պսևդո ճշմարտություններ կամ թեգուշ ճշմարտություններ բարբառել, գնալ տուն, արժանանալ կնոջ գգվանքին կեցես տղես, չի կարելի, մի քիչ ազատ եղեք, մի քիչ մտածեք, մի քիչ ի վերջո այդպես եթեր դի պատրաստ լինես թե հայոյանքի, թե օրհնության, ինչ եք վախենում,
ով ասաց, որ դու են, որ անգիր ես արել 25 տարի առաջ բուհում, գլխիդ տվել են, ստիպել են անգիր անես, որ զաճոտ ստանաս, այսօր դա ակտուալ է։ Ով ասաց։ Ցավոք սրտի դեռևս ակտուալ է այն մեջբերումը, որով մենք սկսեցինք այսօրվա մեր զրույցը։ Ուսամ, չգիտեմ, 10 տարի հետո մենք էլի այստեղ կամ որևէ այլ տեղ կխոսենք այս թեմայով, կասենք դուք ինձ կասեք, Լևոն հիշում ես, այն որ ասում էիր, էլ ակտուալ չի։ Շնորհակալություն զրույցի համար, հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ պատմաբան Վահրամ Թոքմաջյանը, ես Լևոն Սարդարյանն եմ, կհանդիպենք արդեն երկուշաբթի օրը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։